8-րդ գումարման ազգային ժողովի վերջին նստաշրջանն է մեկնարկում։ Ընդդիմությունը ցանկանում է ճշտել, արդյոք քննարկվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Այն չի կարող հրապարակային քննարկվել, քանի որ պարունակում է գաղտնի տեղեկություններ։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ Հիշեցրեց, ընդդիմությունից ընդամենը 1-2 падգամավոր է հետաքրքրվել զեկույցով։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է չէ, շատ է, հետո կնայեմ։ Սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել մեծամասնությանս համար ցավոտ է։ Վերջացեք սրա շուրջ շահարկումներ անելը, խնդրում եմ։ Գնացեք, ծանոթացեք։ Երբեք էլ 44 օրյա պատերազմի շահարկման նյութ չի։ Ինքը քննարկման, ուսումնասիրության եւ շատ ծավալուն ուսումնասիրության նյութ է։ Ոչ թե հրապարակային, այլ առնվազն գաղտնի ձևաչափով այն падգամավորները, որ ունեն թույլտվություն, քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է պաշտոնապես ներկայացներ այդ զեկույցը։ Բայց իրավական տարբեր հիմնավորումներով այդպես էլ ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Հետո էլ ասենք պատերազմի շարժման առարկա իշխանությունն է դարձել։ Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է։ Ձեր նախընտրական քարոզչական ռոլիկի մեջ պատերազմում մեր տղերքի սպանությունն է։ Ձեր համար 44 օրյա պատերազմը ու 44 օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեո կոնտենտի ցեկով ոչ մի բան չեն եղել։ Ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք։ Դահլիճ գալիս են, մասնակցում աշխատանքներին, հակադարձեց Մանուկյանը։ Ստիպում եք, որ հրապարակեմ ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը, պատասխանեց Սիմոնյանը։ Խոստացավ հրապարակել։ Դուք գնացեք, ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծիկ Մինասյանն է գնաց ծանոթանա, պարոն Սերյան Օհանյանն է գնաց ծանոթանա։ Հա, ճիշտ է, մոռացել է, որ քրեական գործ կա վեր, քրեական գործի պատճառով, ճիշտ է, ներողություն եմ, մոռացել է։ Մնացածը թող գնան ծանոթանան։ Ազգային ժողովի նախագահն ասում է գնացեք, ծանոթացեք։ Դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, հա, իրան հարցնեմ այդ հարցերը։ Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու։ Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուսման տակ է, ներառյալ ես։ Դուք եք մերժել Հայաստանի, մենք մերժել ենք մի բան, մերժել ենք ձեզ, Սերժ Քոչարյանական խումբը մերժել ենք, իսկ 004 շրջանավերականով մերժել եք Հայաստանի Հանրապետությունը դուք։ Պարոն Խաչատրյանը ասում է Աշոտին հարցնեմ, ասում եմ պարոն Խաչատրյան, պարոն Քոչարյանին հարցրեք հանձնաժողովի նիստերի ժամանակ։ Թե ձեզ շոու է պետք, եթեր է պետք։ Հիմա դուք եկել եք էլի սահմանադրական կարգավորումների մասին եք խոսում, բայց ժողովուրդ ջան, դուք ձեր աշխատանքը չեք արել։ Հիմա ասում եք դե գիտեք, բայց բանի հարց է, էլի շոուն չի ստացվում։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Օրակարգային հարցերի մասին Շանհայի վարկանիշավորման առաջին հիսնյակի բուհերում սովորող 600 անձ օգտվել են տարկետման իրավունքից, սակայն հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները չեն վերադառնում Հայաստան։ Կառավարությունն առաջարկում է նրանց հնարավորություն ընձեռել ազատվել զինվորական ծառայությունից, եթե ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատեն Հայաստանի կառավարության սահմանած ոլորտում։ Ստացվում է, որ այն ուսանողները, որոնք օգտվում են ծրագրից, խուսափում են զինծառայությունից, հարց բարձրացրին падգամավորները։
57 քաղաքացիների շրջանում մեր ուսումնառությունը ցույց է տվել, որ նրանցից ընդամենը մեկն է ծառայել վերադարձից հետո, 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12 քաղաքացի հետախուզման մեջ է, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով ուղղակի չի ծառայել։ Սա նշանակում է, որ իրականում մենք ունենք համակարգ, որը չի աշխատում։ Մենք թույլ ենք տալի, որ գնան սովորելու, որովհետև նրանց հայրերը կամ քեռիները գումար ունեն, հետո մենք ասում ենք, դե գիտեք, ձեզ մի հատ էլ նվեր ենք տալի, դուք կգաք 3 տարի կաշխատեք բավական լավ տեղերում։ Կարող եմ վստահեցնել, որ շատ տարբեր ընտանիքներից են երեխաները մեկնում ուսումնառություն ստանալու։ Պետությունը ոչ թե տարբերակված քաղաքականություն է վարում, այլ փորձում է ձևավորված գիտելիքներն ու հմտությունները նպատակային օգտագործելու հնարավորություններ ստեղծել, շարունակեց նախարարը։ Պատգամավորները օրինակներ բերեցին, թե ինչպես է այն ծառայությունից խուսափելու առիթ դարձել։ 2004-ից 2023 թվականների ընթացքում օտարերկրյա բուհեր գործուղվել են 2265 տղա ուսանողներ եւ ընդամենը 1191, այսինքն կրկնակի քիչ են աղջիկները գնացել։ Սրանից եւս կարող ենք եզրահանգել այն մտքին, որ նրանք գնում են հիմնականում բանակից խուսափելու համար։ Ես սովորել եմ Լոնդոնում 2010-ից 11 թվականներին եւ ճանաչում էի նաեւ իմ տարեկից զորակոչի ենթակա տղաների, որոնք նույնպես սովորում էին, ում ճանաչում էի բոլորը կրթաթոշակով էին այնտեղ, այսինքն ոչ մի հարուստի որդի չկար, ամենայն դեպս իմ ճանաչածների մեջ, ներառյալ ինձ։ Բոլորս կրթաթոշակով էինք եւ արդյունքում իմ ճանաչածներից միակ ծառայածը եղա ես։ Միակ մարդը, ով եկավ ծառայից, ես էի։ Այս օրենքը հնարավորություն է տալի իրականացնել այն միտքը, որը բազմիցս թմբկահարվել է արի տուն։ Իրանք Հայաստանից դուրս են։ Հիմա հնարավորություն ենք տալի բարձրակարգ կրթություն ստացած մեր հայորդիներին գան Հայաստան եւ իրենց գիտելիքները ծառայեցնեն մեր երկրին։ Հնարավորությունից օգտվելու համար պարտադիր է երիտասարդի ֆիզիկական ներկայությունը Հայաստանում, ընդգծեց հեղինակը։ Զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու 5 տարբերակ է առաջարկում Հայկ Սարգսյանը իր հեղինակած օրինագծով, մինչև 15 միլիոն դրամ գումարի դիմաց ծառայությունից ազատվել կամ ավելի քիչ գումարի դիմաց ծառայել պակաս ժամկետով։ Եղանակներին ազգային ժողովում դեմ չեն։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի ներկայացրած տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Սա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում տեղի ունեցած միակ փոփոխությունն է։ Այն եկեղեցիները, վանքերը, մատուռները եւ այլ պաշտամունքային կառույցները, որոնք ընդգրկված են հուշարձանների պետական ցուցակներում, հնարավոր չի լինի օտարել կամ փոխել դրանց նշանակությունը առանց կառավարության համաձայնության։ Առաջարկի հեղինակն օրինակով ներկայացրեց նախագծի անհրաժեշտությունը։ Տեր ասողի քահանան բրիֆինգ ունեցավ այն կապակցությամբ, որ եկեղեցու պատկանող Գեղարդից կոթաղից փշրանք է նվիրվել ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի պատրիարքին նրա ծննդյան 75-ամյակի առիթով, բառացի եմ մեջբերում, ինչ որ մեջբերում եմ, եւ քահանան ասաց, որ Գարեգին II կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի լինի աշխարհական թե եկեղեցական կարող է նվիրաբերել, դա եկեղեցու հովվապետի բացառիկ եւ լիակատար իրավունքն է եւ որը մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու։ Ազգային ժողովը լիագումար նիստի աշխատանքները կշարունակի հունվարի 20-ին։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։